Սահմանն անցնում ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Նախ խոսենք ներքաղաքական process-ներից, հետո ուզում եմ, որ անպայման խոսենք նաև Թուրքիայի մասին։ Վերջերս խորհրդանական ճեպազրույցների ժամանակ ազգային ժողովի ընդդիմության ներկայացուցիչները, թեև եւ Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները փոխհրաձգության մեջ են շատ բացահայտ, թե ով է իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, բայց նշեցին, որ չեն բացառում շարունակաբար էլի փողոցային պայքարի վերսկսումը, որպեսզի հեռացնեն այս իշխանությանը, մասնավորապես Փաշինյանին, եւ նշեցին, որ իրենց այսպես ասած տարաձայնությունները որևէ կապ չունեն եւ իրենց օրակարգի ընդհանրություններից մեկը հենց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար է։ Խորհրդարանական ընտրություններին մնացել է 1 տարի մոտ 3 ամիս ժամանակ, ինչ կարիք կա նախաձեռնելու էլի փողոցային ինչ-որ պայքարներ, էլի նախաձեռնելու ինչ-որ շարժումներ այս իշխանությանը հեռացնելու համար, եթե ընդամենը 1 տարի ժամանակ կա պատրաստվել ընտրությունների եւ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին ուղարկել տուն։ Նախ այս ուժերը հասկանում են, որ խորհրդարանական հերթական ընտրություններով եւ մեծ առումով ընտրությունների միջոցով իրենք չեն կարող հեռացնել այս իշխանության այն առումով, որ ստանան հանրության ձայների մեծամասնությունը եւ այդ ճանապարհով իշխանությանը հեռացնեն կամ իրենք գան իշխանության։ Սա է հիմնական պատճառը, որը իրենք հասկանում են եւ դրա համար իրենք փորձում են ոչ ուրեմն ընտրական մեթոդներով կամ միջոցներով փորձել հասնել իշխանության, իսկ ինչ վերաբերում է փողոցային պայքարով իշխանությանը հեռացնելուն, ապա նույնիսկ այդ պարագայում մենք տեսնում ենք, որ կարծեք թե իրենց այդ փողոցային պայքարը ու մեծ առումով պայքարը բերում է ոչ թե իշխանության հեռացման, այլ իրենք են կարծեք թե հեռանում եւ այն կոնֆլիկտը, որ այսօր կա այդ երկու թևերի միջև արդեն ակնհայտ եւ հանրային մակարդակով, դա ցույց է տալիս, որ իրենք ունեն խնդիրներ եւ այդ խնդիրները ի ցույց են դնում այլևս հանրությանը, իսկ հանրությունը համոզված եմ նույնիսկ այն զանգվածը հանրության, ովքեր միգուցե մտածում են կամ պատրաստվում են իրենց օգտին քվետալ, հասկանում են, որ այստեղ կա լուրջ տարաձայնություններ, իսկ այդ տարաձայնությունները ես համոզված եմ ու կարծում եմ, որ նոր չի, դրանք խորքային տարաձայնություններ են, որոնք եկել են դեռևս 2007-8 թվականներից եւ որոնք շարունակվել են այս ընթացքում, պարզապես այսպես իշխանությանը հեռացնելու այդ հանգամանքը կարծեք թե ձևականորեն միավորել էր այս երկու թևերին, սակայն մենք տեսանք այդ պայթյունը, հա, այլևս երբ որ արդեն ներվերը տեղիք տվեցին եւ մարդիկ սկսեցին արդեն ակնհայտ մեղադրել մեկը մյուսին, սա նաև պայմանավորված է այն ձախողումներով, որ վերջին 5-6 տարիներին մենք տեսել ենք այս քաղաքական ուժերի կողմից, ովքեր հերթական սեզոնային, հա, քաղաքական գործընթացների մեկնարկը տալով հայտարարում են կոնկրետ նպատակների մասին, սակայն արդյունքները մենք բոլորս տեսել ենք։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ մենք չենք կարող խոսել նաև իշխանության անթերի աշխատանքի մասին, շատ մեծ արդյունքների մասին, մենք շարունակում ենք ունենալ կառավարման խնդիրներ, մենք շարունակում ենք ունենալ անվտանգության հետ կապված հազար ու մի խնդիր, այնուամենայնիվ ինչու չի հաջողվում բովանդակային իմաստով հանրությանը կամ դրա մի ստվար մասին կոնսոլիդացնել իրենց օրակարգերի շուրջ, հա, եթե այսպես ասենք, պատկերավոր լինելու համար 7 տարի շարունակ մեկ օրակարգով հանդես գալ եւ տեսնել, որ ամեն անգամ այդ օրակարգը տապալվում է եւ տեսնելով, որ կան բազում թերություններ, ինչու ընդդիմությունը չի օգտագործում հենց բովանդակային առավելությունը, որպեսզի այսպես ասեմ, բովանդակային առավելություն ունենա իշխանության նկատմամբ եւ մարդիկ էլ գնան կոնսոլիդացվեն այդ ուժերի շուրջ։ Տեսեք, այս երկու անձինք եւ իրենց շրջապատը, նկատի ունեմ երկրորդ եւ երրորդ նախագահներին, 20 տարիների ընթացքում իրենք հանրությանը առաջարկել են ամեն ընտրությունների ընթացքում նոր ինչ-որ տեսլականներ երկրի զարգացման, այսինքն ժողովուրդը տեսել է, թե իրենք ինչ տեսլականներ են առաջ քաշել եւ տեսել են դրա հակառակ գործընթացները, թե ինչպես են իրենք անում հակառակը ինչ որ առաջարկում են եւ հետեւաբար ես համոզված եմ, որ այս անձինք եւ իրենց քաղաքական շրջանակները ինչ առաջարկներ էլ որ անեն,
հանրության ապատիան այս մարդկանց եւ այս քաղաքական ուժերի նկատմամբ այնքան մեծ է, որ նույնիսկ եթե այսօր իշխանությունը ունի բացթողումներ, թերություններ, ձախողումներ, նույնիսկ այդ ամենի ֆոնին հանրությունը չի հավատում այս մարդկանց, հանրությունը մերժել է այս մարդկանց եւ հանրությունը հիմնավոր ձևով է մերժել այս մարդկանց եւ կարծում եմ, որ այս մարդկանց հիմնական թերությունը եւ խնդիրը դա գիտակցելն է, որ այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ նրա ճնշող մեծամասնությունը չի կարող վստահել այն քաղաքական լիդերներին եւ քաղաքական ուժերին, ովքեր 20 տարի, 20 տարի ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունը եւ տարել են Հայաստանի Հանրապետությանը ձախողման, Հայաստանի Հանրապետությունը հասցրել են սոցիալ-տնտեսական եւ անվտանգային այնպիսի իրավիճակի, որ դրանից անդին այլևս փլուզումներ եւ փաստացի 2020 թվականի նաև պատերազմը դրա արդյունք էր, քանի որ նույն Ադրբեջանում լավ հասկանում են, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը եւ ոչ միայն 2020 թվականի, մենք նաև հեռու չգնանք 2016 թվականի քարորյան նույնպես դրա վկայությունն էր, որ այլևս Ադրբեջանը հասել է ռազմական տնտեսական այնպիսի պոտենցիալի, որ կարող է իրեն թույլ տալ տարածաշրջանում սանձազերծել պատերազմ։ Իսկ դրանում, այո, մեղավոր էին այդ իշխանությունները, որքան էլ որ մենք ասենք, որ բավական է ուրեմն նախկիներ եւ ներկաներ անենք, միևնույն է, խնդիրները կան, միևնույն է, այդ ոչ վաղ անցյալի պատմությունը կա եւ համոզված եմ, որ մեր քաղաքացիները այդ պատմությունից դասեր քաղել են եւ համոզված եմ, որ եթե մեր քաղաքացիները մի օր ցանկանան իշխանություն փոխեն Հայաստանի Հանրապետությունում, ապա դրա այլընտրանքը չի լինելու կամ չպետք է լինեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանը կամ նրանց շրջապատի կամ նրանց հարող որևէ քաղաքական ուժեր եւ անհատներ։ Այսինքն այդ ուժերը կամ նրանց արբանյակները ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն չեն կարող իրականացնել։ Տեսեք, մեծ առումով այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում նույնիսկ եվրոպական, այսպես քաղաքական կուլտուրայով ու մշակույթով ավելի բարձր հասարակություններին է նույնիսկ կարող մանիպուլացնել եւ Հայաստանի հասարակությունը կարծում եմ այստեղ չի կարող անմասն մնալ եւ իհարկե մենք չենք բացառում, որ նման մեթոդներով, նման այլ գործիքակազմերով հիբրիդային պատերազմի բոլոր կանոններով, այդ թվում արտաքին ճնշումների, սահմանային լարումների, բախումների եւ այդ համատարած քաոսի ստեղծման ֆոնին իրեն կարողանան իշխանություն վերցնել Հայաստանում, սակայն ես կարծում եմ եւ որոշակի համոզմունք ունեմ, որ մենք չենք այդ սցենարը չենք ունենա։ Մյուս կողմից էլ որպեսզի ապավագրած լինենք նման սցենարներից, տեսեք, մենք խոսում ենք Եվրոպական միության մասին, Եվրոպական քաղաքական մշակույթի եւ արժեքների ժողովրդավարության մարդու իրավունքների օրեր առաջ, եթե չեմ սխալվում 3 եւ նաեւ օրեր առաջ Ռումինիայում արգելեցին կոնկրետ տեխնացուի մասնակցությունը ընտրություններին եւ ընդհանրապես քաղաքական գործընթացներին։ Սա նշանակում է, որ երբ որ մենք ասում ենք ժողովրդավարություն, սա չի նշանակում բացարձակ քաոս եւ անկառավարելիություն։ Մենք գիտենք, որ նաեւ ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս նաեւ հակաժողովրդավարական անհատներին եւ ուժերին գալ իշխանության եւ պատմությունը լիքն է նման օրինակներով եւ եթե Ռումինիայում այո թողեին այդ անձին մասնակցել ընտրության, ապա ես համոզված եմ այնտեղ մենք ականատես ենք լինելու այսպես սահմանադրական միգուցե հեղաշրջման օրինակի եւ հետեւաբար մենք պետքա նաեւ նման գործիքակազմեր կիրառենք այն մարդիկ քաղաքական ուժերը անհատները միգուցե իմ ասածը հիմա այսպես շատ կոշտ կհնչի, բայց նույն ժողովրդավարական Եվրոպայում կա այլևս դրա նախադեպը եւ այն քաղաքական ուժերը անհատները, ովքեր ուրեմն սպառնալիք են ժողովրդավարության համար, ովքեր սպառնալիք են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու ժողովրդավարության համար, այդ մարդկանց մուտքը քաղաքական դաշտ, այդ մարդկանց
ուրեմն մասնակցությունը ընտրական գործընթացներին, առավել եւս երբ որ մենք գիտենք, թե այդ մարդիկ ինչպիսի քաղաքական անցյալ ունեն, պետք է գործիքակազմեր լինեն, որոնք սահմանափակեն եւ արգելափակեն։ Իսկ համար առաջին գործիքակազմը պետք է լինի նախ եւ առաջ այդ անձերի եւ քաղաքական ուժերի նկատմամբ քաղաքական գնահատականի արտահայտումը ներկա իշխանությունների կողմից, որը այլևս քաղաքական դաշտում կհստակեցնի նրանց տեղն ու դիրքը, որին կհետևեն նաև իրավական որոշակի գործընթացներ։ Իսկ ըստ ինչու դա տեղի չի ունենում։ 7 տարի շարունակ դա տեղի չի ունենում ու այն դեպքում, երբ օրինակ հենց նույն իշխանության բարձրագույն ներկայացուցիչները այդ սուբյեկտներին կամ այդ քաղաքական կուսակցություններին անվանում են ուզուրպատորներ, ովքեր ուզուրպացրել են իշխանությունը, ուզուրպացրել են պետությունը վերածել են գործիքի, կրիմինալ գործիքի, բայց նրանք ոչ միայն քաղաքական դաշտում են, այլ նաև խորհրդարանում են, մասնակցում են տարատեսակ ընտրությունների, թե համապետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների, նույն հիբրիդային պատերազմի գործիքները, հա, ով չգիտի, որ բուն ռազմական գործողություններից հետո ամենաարդյունավետը հիբրիդային պատերազմի միջոցներն է, որ կիրառվում են։ Ինչու է ամեն ինչ այդ դեպքում չի առնվում։ Այստեղ փոքրինչ տրամաբանական հակասություն կա, էլի, եթե պետությունը ուզուրպացվել է, իշխանությունը զավթվել է, ապա դրան եւ քաղաքական գնահատականն է բացակա, եւ իրավական գնահատականն է բացակա, բայց էլի իշխող ուժը ընտրությունների նախաշեմին միշտ խաղարկում է այդ հաղթանակը։ Տեսեք, այստեղ ցավալիորեն քաղաքական կոնյունկտուրան եւ միգուցե կուսակցական շահերը կարծեք թե մի փոքր ավելի վեր են դրված մեծ առումով քաղաքական համակարգի շահերից։ Այո, երբ որ մենք ասում ենք ուզուրպացիա պետության եւ իշխանության, նկատի ունենք պետության եւ իշխանության բռնի զավթում, եւ սա ոչ միայն քաղաքագիտական կատեգորիա է, սա նաեւ իրավական կատեգորիա է, երբ որ մենք ասում ենք ուզուրպացիա իշխանության ու պետության, նախ մենք պետքա բանաձևի տեսքով եւ բանաձևի տեսքով ուրեմն տանք դրա գնահատականը քաղաքական առումով եւ հետո հետևեն դրան արդեն իրավական գնահատականները, իսկ ես համոզված եմ, որ մենք մեր իրավական համակարգը, եթե կամք դրսևորի, ապա դրա իրավական գնահատականներն էլ ուրեմն մենք կտեսնենք, մենք տեսնում ենք վերջին ամիսներին բավականին մեծ կոռուպցիոն, այսպես բացահայտումներ կամ ապօրինի գույքի հետ կապված բացահայտումներ եւ պետությանը հետ վերադարձի, որոնք տասնյակ միլիոնավոր դոլարների են հասնում եւ դա մեկ դեպք չի, երկու դեպք չի, դա տասնյակ դեպքեր են, ինչը նշանակում է, որ սա այլևս օրինաչափություն է եղել այդ իշխանության տարիներին, իսկ դրա իրավական գնահատականը, այո, նաեւ պետք է լինի քաղաքական գնահատականին համահունչ, իսկ դա նշանակում է, որ ուզուրպատորները քաղաքական Հայաստանի քաղաքական համակարգում եւ քաղաքական գործընթացներում այլևս պետքա ուրեմն մասնակցություն չունենան այդ գործընթացներում, իրանք պետքա լինեն outsider։